Հունիսի 1-ին Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 5-ամյակն է եւ այդ թեմայով, այդ արդով մենք ունենք նաեւ տեսահոլովակ։ Ես շտապը ներկայացնեմ մեր հյուրերին ու արդեն ծավալվենք խոսակցության շուրջ։ Այո, որովհետեւ հարցերը շատ են։ Այո, Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն եւ Մհեր Մանուկյան, Լավելի խմբի համահիմնադիր։ Բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք, որ ձեզ տեսնում ենք մեր տաղավարում։ Շատ ուրախ։ Ինչպես եք արթնացել, ամեն բան կարգին է։ Շատ լավ, 7-ին արթնացել եմ, ժամը 8-ին շատ հավես հանդիպում եմ ունեցել Կասկադում։ Արդեն։ Այո, տենց հասել եմ այստեղ, ու այս հավես զրույցը ունենալու։ Քիչ առաջ մենք հենց խոսում էինք, որ այն մարդիկ, ովքեր ավելի քան վաղ են արթնանում, շատ ավելի գործեր հասցնում են անել։ Կյանքում հաղթում են։ Ապացույցներից մեկն էլ այս դեպքն է։ Դե ինչ, մենք խոսել ենք, բայց ես օգտվել եմ փուճուրս մեր տանը չի իմ հետ չես բային։ Դրա համար եմ օգտվել այդ հնարավորությունից։ Շուտով եմ կացել իմ գործերն եմ արել։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ, դուք այս տարի տոնում եք ձեր գործունեության 5-ամյակը, շատ կարճ կխնդրեմ 4 տարիների ձեռքբերումների մասին խոսել, բայց չէ, 4 տարիների եւ ամփոփենք այդ թեման 5-րդ ամյակի կարևոր նշանակալից ձեռքբերումների եւ մտքերի մասին։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար ու պարբերաբար անդառնալու համար մեզ շատ կարևոր է դա մեզ համար մեծ աջակցությունը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը այս պահին Հայաստանում մասնավոր ոլորտի ամենազանգվածային հիմնադրամն է ոչ միայն առողջապահության ոլորտի մեջ, այլ ընդհանրապես, քանի որ ունենք այս 5 տարիների ընթացքում շուրջ 120,000 նվիրատվություն ու այդ թիվը իրական շատ ավելի մեծ է, բայց այդպես կլորացված ենք այսպես ներկայացնում թվեր ուղղակի ասեմ, այս տարի ընթացքում մենք 4200-ից ավելի երեխա ենք օգնել, որոնցից մոտ 30%-ը բավականին լուրջ կյանքի վտանգ սպառնացող խնդիրների դեպքում շուրջ 2.3 միլիարդին արդեն հասնող ներդրում են կատարել այս ոլորտի մեջ, դա կլինի բազմաթիվ երեխաների անհատական դեպքեր, խոշոր ծանր խնդիրներ, երբ որ արտասահման ենք ուղարկում հանրային դրամակներով, դա կլինի շատ հարյուրներով, հազարներով երեխաների դեղորայքային ապահովում, բուրսարկարողներ, 8 բուրսարկարող ենք նվիրել, մոտ 50 արդեն բժիշկ ենք վերապատրաստել աշխարհի լավագույն կենտրոններում եւ մի քանի շատ խոշոր մեծ կանխարգելիչ ծրագրեր ենք սկսել պետության հետ, որը խոստանում է տասնյակ հազարավոր երեխաների եւ իրենց ընտանիքների անդառնալ եւ ոչ միայն պետական բավական մեծ ֆինանսական միջոցներ խնայելու, այլ նաեւ մեծ ներդրում ունենալու երիտասարդների, երեխաների առողջացմանը մեր այս տարիների ձեռքբերումն էր, որ սկսել ենք անհատական դեպքերի այսպես կրակը մարելուց, երբ որ ծանր հիվանդություն ունեցող երեխա կար, մենք գտնում ենք աշխարհի լավագույն կենտրոններում հիվանդանոցներ, բժիշկներ ուղարկում ենք, երեխային բուժում ենք, բայց հիմա դարձել ենք կանխարգելիչ բժշկության ինստիտուցիոնալ մեծ համակարգեր ստեղծող բավական լուրջ կառույց, որը ազդեցություն ունի պետության հետ համագործակցության առումով եւ համակարգեր է ստեղծում։ Հիմպարտությունը այն է, որ մինչեւ այս 3-4 տարին, դրացած 4 տարի մեջ մենք լիք հավես բաներ արել ենք ու հիմքեր ենք ցե ինստիտուցիոնալ աշխատանքի, բայց հիմա արդեն մեր ամբողջ երեթե հաջորդիվ 5 կամ 10 տարի մեր մտքի մեջ, մեր ռազմավարությունների մեջ դա կանխարգելիչ բժշկությունն է, այդ ամեն ինչ անենք, որ այդ երեխեքը ոչ թե հիվանդանան, մենք պետությունը սկսենք օգնել ծայրահեղությունից, այլ ամեն ինչ անենք, որ այդ երեխեքը չհիվանդանան, կամ եթե հիվանդանան, շատ արագ հասկանանք, որ այդ երեխու խնդիրը արդեն ի հայտ է եկել, բռնենք այդ խնդրը ու շատ արագ լուծենք, որ ռիսկերը հնարավորինս քչացնենք։ Մեր հպարտությունը դա է, որ մեր գիտակցությունը, մեր դոնորների գիտակցությունը ամենը գալիս է նրան, որ մենք ուզում ենք կանխարգելիչ բժշկության մեջ եղնենք ու մերին է, որ ներկայացեցիք, կարելի է անգամ ներկայացնել նաև Հայաստանի երեխաների հիմնադրամի մեծ աջակից ու մեծ բարեկամ, որտեղ առաջի օրվանից, ամենաառաջի օրվանից, երբ որ հիմնադրվել ենք, այն առաջ մարկանց հայով մեզ հավատացել է, ինչև այսօր ցանկած հարցով, իհարկե ինքուչ պատկերացնում եմ, որ ես տիպում եմ ինչ-որ բաներ անել հիմա ինքը կասի, բայց շատ առանց վարկյան անգամ մտածելու մի անգամից մտնում է թեմաներին ու անհնար ձևով օգտակար եղնում, որի համար շատ շնորհակալ ենք իրեն եւ ընդհանրապես Լավելի խմբին, որին շատ սիրում ենք։ Դե հիմա եկեք խոսենք, թե ինչպես ծնվեց այդ համագործակցությունը եւ որի արդյունքը եղավ այդ գեղեցիկ տեսահոլովակը, որը որ մենք այսօր Րոպեներ անց, այո, մենք բոլորս կվայելենք տեսահոլովակը, գեղեցիկ ստեղծագործությունը եւ հրաշալի աշխատանքը, բայց այս մտքի մասին եւ գաղափարի մասին ի սկզբանե ինչպես էր այն։ Դե Արմենը մասամբ ասաց, որ մենք շատ վաղուց ջերմ հարաբերություններ ունենք ու դեռ մինչ դորեցներ ենք, վանաձորիցներ ենք։ Վանաձորից ենք, նաև մինչև հիմնադրամի ստեղծումը Արմենը շատ կարևոր գործ էր անում, այսինքն այդ ամբողջ բեռը իր ուսերին էր տանում, մինչև ինչ որ կառույց հիմնելը ու
ես էլ ու բազմաթիվ մարդիկ էլ առիթ բաց չէին թողնում ինչով կարող էինք օգնել այդ կարևոր գործին։ Երկի առումով դե 5-ամյակներ գալիս հիմնադրամի, կապվեց Արմենը եւ իր գործընկերները, իր թիմակիցները կապվեցին, պատմեցին, որ այսպիսի կարևոր օր է նախատեսվում ու հարցրեցին արդյոք ինչ որ երաժշտական նվեր կարելի է ստանալ այդ կապակցությամբ։ Նվեր չասենք, ինչ որ զվացեցինք, ես այս տարբերակ ասեմ։ Այսինքն որպես այսպեսին 5 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ նաև մենք երեխաներին նվիրելու ենք մշակութային տրամադրություն երգի եւ տեսալովակի տեսակ։ Համատեղ համերգ ենք ունեցել շատ մեծ մարզամերգայինում, այո։ Այո, Լավելին Բամբիրի հետ եւ Արմենից հետ համերգ արեց Համալիրում, էլի Առաջին անգամ էր։ Այո, առաջին անգամ նվիրված հիմնադրամին էլի։ Այս դեպքում մի քիչ փակագծեր բացեմ, Արմենենք նաև մտածում էին, որ կարելի է մեծ արշավ անել եւ ինչ որ մի բաղադրիչ էլ ունենալ երաժշտական այդպիսի։ Շատ տարօրինակ պատկերացումներ ունեին, թե ինչպիսին պիտի լինի այդ երաժշտական բաղադրիչը, մենք շատ արագ իրենց վերադարձրեցինք իրականություն եւ խնդրեցինք, որ այսինքն ես անձամբ խնդրեցի, որ հանգիստ թողնեն ինձ, ես ինչ որ կանեմ, մոտավորապես այդպես, բայց այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ուզում եմ ձեզ պատմել։ Այդ երևույթը, այդ սկզբունքը, որ եթե դու ինչ որ մեկի համար բան ես անում եւ դա անում ես անշահախնդիր, ինչ որ մագնիսական էֆեկտ ունի, որովհետեւ հենց ես մտա այդ գործի մեջ, անմիջապես այդ գործին միացավ մեկ ուրիշ մարդ, Տիգրան Առաքելյանը On-Off ստուդիայից, որ ասաց ես անվճար ձեզ համար կնկարեմ հոլովակ։ Այդ գործին միացավ Լիլին Yellow Heart-ը, որովհետեւ մի հատ գրեցի, ասեցի կուզես միասին այսպեսի բան ենք, անմիջապես զանգեց, արձագանքեց, ասեցի իհարկե մեծ սիրով։ Կողքից լիքը մարդիկ, օպերատորներ, առանձին նկարահանողներ, VT ստուդիոն, ասեցի իմ կողմից ես կգամ ձեր սնիփետը կնկարեմ ձրի։ Ու այդ մի ամբողջ աշխատակազմ հավաքվեցին կարևոր գաղափարի շուրջ։ Ողջավորված, բոլորը սիրով եւ ամենակարևորը, որ առանց որևէ բան ակնկալելու եւ այդ շղթան, որ ես քեզ դու մյուսին, նա մյուսին, նա մյուսին, տենց ոնց որ գործարկվելու պես մի բան եղավ, հուսով եմ որևէ մեկին չմոռաց, որ այնքան շատ մարդ իր կողմից, ես էլ էս կանեմ, ես էլ սա կանեմ, բան, ու տենց այդ ջերմ, հաճելի, հավես մթնոլորտում այդ երգը ծնվեց, մշակվեց, ստեղծվեց, տեսահոլովակը նկարվեց, տուրտրակոցներ ունեցանք, որոշ դետալների վերաբերյալ ոնց մոնտաժվի, ոնց մի բան, բայց այնքան սիրուն ու սիրով լեցում մթնոլորտում այդ ամեն ինչը եղավ, որ ինձ թվում է շատ մեծ արձագանք կգտել այո արդեն։ Իսկ խոսքերի հեղինակը դուք եք։ Ես իմ մասի հեղինակն եմ, Լիլին իր հատվածի հեղինակն։ Ինձ հետաքրքիր է կար արդեն այդ խոսքերը, այդ միտքը ձեր մեջ կուտակված թե գաղափարը լսելուց հետո, առաջարկը լսելուց հետո այդ ամեն ինչը ծնվեց ձեր մեջ, որ գրեցիք ձեր խոսքի բառերը։ Այն մագնիսականության շտորհիվ ծնվեց գուցե, որի մասին դուք քիչ առաջ խոսում էիք։ Չկար անկեղծ։ Ուղղակի ես փորձեցի այդ մեր հանդիպումից հետո մի քանի օր ապրել այդ մտքերով, այդ զգացումներով ու մի տող եկավ։ Այդ տողը տենց բռնեցի, որը հենց դարձավ երգի վերնագիրը, հետո որտեղ ապրում է սիրտը։ Ու այդ տողից բռնած սկսեցի տենց այդ բառերի մեջ, մտքերի մեջ, տենց կամած բերել, դարձավ մի կառուցվածք արդեն, որը կարելի էր ուղարկել Yellow Heart-ին, ինքն էլ լսեց, ասաց, ես էլ ես ավելացավ ու այդպես։ Գիտեք, շատ կարևոր է եւ հետաքրքիր, որ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը իր 5-ամյա գործունեության ընթացքում կապ հաստատելով եւ գործնականում հարաբերություն ստեղծելով հայաստանյան ու միջազգային կլինիկաների հետ, մասնագետների հետ, նաեւ այստեղ Հայաստանում պետական կառավարման մարմինների հետ ունենալով համագործակցություններ, ինչու ոչ նաեւ բարեգործ անհատների հետ, մարդիկ ովքեր գաղափարակից են ու կանգնած են այս կարևոր գործի հիմքում, նաեւ դուք ստեղծել եք այն ազդեցությունը, որը հրաշալի հոգեբանական տեսանկյունից կազդի այն երեխաների վրա, որ ունեն այս դեպքում առողջ ապրելու
հնարավորությունը հետաքրքիր է կան որոշակի ինչ որ մշակութային հոգեբանական նախաձեռնություններ, որոնք նաև մտովի երեխաներին կտրամադրեն, որ իրենք շատ շուտով լինելու են առողջ, շատ շուտով պիտի բուժվեն, որովհետև այդ սերնդին թողնելով միայն բժշկի հետ երկխոսության մեջ գուցե մի փոքր հոգեբանորեն ինչ որ ավելի նվազ տրամադրություն նրանք ունենան։ Անկեղծ ասեմ, շատ չեն այնքան ինչքան կուզեի ես, որովհետև ռեսուրսները այնքան շատ սանապակ են ու թիմը փոքր է, ռեսուրսները ամբողջ օղում են շատ կարևոր եւ քրիտիկական խնդիրներ լուծման վրա, բայց ձեր նշած խնդիրն էլ շատ կարևոր է, չափազանց եւ մենք մի քանի ամիս մեկ ունենում ենք, փորձում ենք ունենալ ինչ-որ հետաքրքիր միջոցառումներ, երեխաներին ուրախացնել, եթե մի թեթև իմ ականջին հասնում է ինչ-որ երեխեքից մեկի իրազանքը, չգիտեմ հիմա ու եթերով ասում եմ դա փորձանք եմ գլխից բերելու, բայց ամեն դեպքում մի հատ թեթև ինչ-որ երազանք եմ իմանում, տենց դա կարող է, չգիտեմ, Ռոնալդոյի հետ հանդիպումը, թե ինչ-որ մեկ, չգիտեմ, ես շատ փախած բաներ անպայման մաքսիմում ենք անում իրականացնենք ու շատ դեպքերում հենց ոչ միայն այդ երեխայի համար է դա շատ հետաքրքիր ու մեծ ամեն ինչ կյանք մանավանդ այն երեխեքի համար, որոնք ցավոք ապրելու հնարավորություն շանս չունեն, իհարկե մեծ թիվ են կազմում երեխեքը, որոնք ապրում են ու առողջանում են, փառք Աստծո, բայց ամեն ինչ ենք անում ենք դրա համար։ Մենք համերգ ենք ունեցել Լավելի ու Բամբիի հետ միասին, մենք սիմֆոնիկ կետ ենք համերգ ունեցել, այս տարովերջ կամ մյուս տարվա սկիզբ շատ մեծ գրանձիոզ դեռ չեն կարող հայտարարել, էլի մեծ պլաններ ունենք աննախադեպ եւ ամեն ինչ ենք անում, որ այդ երեխեքին ներգրավենք չգիտեմ նկարչության հարցերով, ինչպես կավագործություն, անիչ անենք, բայց այնպես չէ ինչքան ես կուզեի երջանիկ կլինեի, որ շատ ավելի նեղներ։ Այստեղ մի հատ ուրիշ բան եմ ուզում ասել, որ այս մեծ համար ամենակարևորը այդ ֆինանսները չի որ գալիս է մեզ, հա, ամենակարևորը այդ մշակույթն է, որ մեհերի մյուս մեր ընկերների հետ միասին ստեղծել ենք ես 16 տարի արդեն այս ոլորտի մեջ եմ, որպես 5 տարի հիմնադրամի ղեկավար եւ արդեն դպրոցի երկրորդ դասարանի երեխաներ շուտ նկարներ են նկարում, տնօրենը զանգում ինձ ասում է, գիտեք Արմեն ջան, ասում ասենց նկարչություն են արել, ուզում են աուկցիոն անել ու իրանք են ցանկություն հայտնել, որ փող ուղեն ինչ-որ լավ բարեգործական երեխեքի առողջության, ուզում ենք ձեզ ուղենք, ձեզ վստահում ենք։ Երեխեքի դրամակների ժամանակ ամբողջ դպրոցով ինչքան էլ արգելված է փողային շնորհությունը բնականաբար, բայց խիստ վերահսկողության ներքո բավականին գումարներ են հավաքում, այդ երեխեքի իրանց օրապահիկը, առօրյա այդ հացի գումարը տալիս են, ասում են, մենք ուզում ենք այս երեխան օգնենք, ու դա ֆանտաստիկ է։ Երեխաները իրանց նկարներ են վաճառում, ասում են, մենք ուզում ենք ուղենք նման բարեգործության հիմնման երեխայի, եք առողջ ենք, բայց մեկ ուրիշ երեխայի կյանք պարգևելու, ինքը ֆանտաստիկ մեծ ազդեցություն է թողում ապագա որտեղ շատ փոքր են եւ ներկա երիտասարդների եւ երեխաների վրա, որոնք մեծանում են ավելի առողջ, ավելի սրտացավ, հոգատար, մարդասեր, դա է հիմքը, այդ մարդասիրությունն է ուժը մեծ, հա, մեր որ մենք ունենք, մենք շատ բաներով տենց չենք կարող աշխարհի հետ մրցել, պետք է մրցենք երևի գիտելիքներով, փորձառությամբ, գիտությամբ ու մարդասիրությամբ եւ ընդհանրապես սիրով։ Աշխարհին ինչքան էլ բարդ է դա ու այս իրավիճակներում անանտեսի պայմաններում սեր տալով մենք փորձում ենք նաև ոնց որ դրա դեսպան եղնենք, որ ոչ թե ուղղակի փող հավաքենք, լիքը ծրագրեր անենք, այլ մշակույթ ստեղծենք։ Մարդ առավոտյան տալիս է 10,000 դրամ, ամուսնու հետ կռված է եղնում, բայց երջանկանում է գնում շատ դեպքեր կան, այսպես ուղղակի ապրիորի բաներ չեմ ասում։ Գրկում ասում կներես, ասում ես ոնց որ մի շտակացա, որտեղ մի հատ սիրուն քայլ արավ ու հաջորդ բանը գիտի այդ երեխան բան եղնել։ Այս ֆանտաստիկ կարևոր է մեզ համար։ Այս մշակույթի ձևավորումը, որ մարդիկ հետաքրքրված են ոչ միայն փող դնեն, այլ ժամանակ դնեն, ռեսուրս դնեն, շատ այլ բաներ, մերը մեզ ուղիղ նաև ինքը դոնեշնել անում, փողելա տալիս բարբերա, բայց այդ գումարը չի մեզ համար կարևոր, կարևորը այն մեծ աշխարհը, որը իր անման մարդիկ մեր կողքին են ու մեզ տալիս են ու մշակույթը ել ավելի շատ են ոնց որ վերափոխում։ Գիտեք, այս ամենի ֆոնին այո ձևավորվել են շատ հետաքրքիր մշակույթներ, որոնք մարդկային են, որոնք բարեգործական են, որոնք բարի են, բայց արդյոք այս ամենը նաև իր դրական ազդեցություն ունի ծնողների հետ կապված, արդյոք նրանք արդեն իսկ հասել են այն գիտակցության, որ ժամանակին, եթե կա խնդիր ու տեսնում են ինչ-որ մի խնդիր իրենց երեխայի մոտ, ժամանակին տանել բժշկի կամ կլինիկա կամ ինչ-որ մի մասնագետի մոտ, որպես ինչպես նշել ենք, վաղ հայտնաբերենք այն խնդիրը, որը շատ ավելի հեշտ կլինի բուժել։ Դա մեր մեծ երազանք ու նպատակն է ու մեր գիտակցությունն էլ է փոխվել տարիների ընթացքում։ 5 տարի առաջ երբ որ հիմնադրում էի, այդ գիտակցությունը չունեի։ Ես ուղղակի կրակ էի մարում, այդ ծանր հիվանդությունացող երեխեքին էի օգնում, բայց
շատ ընկերների, բարեկամների եւ արտասահմանյան մեր գործընկերների շնորհիվ իմ գիտակցությունն էլ փոխվեց։ Ենթագիտակցությամբ հասկանում եմ, որ կանխարգելումը բան շատ կարեւոր է, բայց քայլ չի անում, հենց ոնց որ կոմֆորտ չէր ինձ այդ ամենի մեջ, որտեղ մեկ կրակ մարեի 2-3 տարի ինտենսիվ լավ շփումներով, տենց բաներից հետո եկան նրան, որ մենք ուզում ենք կանխարգելի ծրագրերի մեջ մեծ ներդրում անենք։ Օրինակ պատկերացրեք Հայաստանում ասման ունեցող 1500 երեխա կա գրանցված, մենք Արաբկիր բժշկական կենտրոնի եւ նախարարության հետ միասին մեծ research ենք արել 12000 երեխայի շրջանակներում հարցումներ ենք արել, հայտնաբերում ենք արդեն այնտեղից քանի տոկոսն է հիվանդ, նախարարությունը ֆինանսավորման պետպատվիչնակն է, որպեսզի հետազոտենք, հասկանանք քանի տոկոսն է ամբողջ Հայաստանի մանկական ազգանունության ասմա ունեցող 1500-ը, բայց պատկերացրեք իրանց թիվը պետք է եղնի 50-ից 80,000-ի սահմաններում։ Մենք հիմա հայտնաբերում ենք, հաստատում ենք, նախարարության միասին այդ 10,000-ը, որ երեխեքին բերում ենք կանխարգելի չէ սա ամբողջովին, էլի, բերում ենք առողջապահական ոլորտ, մի քանի միլիարդ դրամ ենք խնայում անպետք միջամտությունների, որոնք այդ երեխեքին արում են, բայց անհասկանալի է ինչ են անում, որովհետև ասմայա, բայց ուժ դա բանի դեմ եմ ուժում, տնտեսական մեծ էֆեկտ է, սոցիալական մեծ էֆեկտ է, առողջապահական մեծ էֆեկտ է, ու այդ շրջանում իհարկե ծնողներդ ենք նաև աշխատում, որովհետեւ երեխաներին ոչ միայն ուղղակի բերեն մի հատ ասման հայտնաբերեն ու գնան կորեն, հետևեն այլ ընթացք, հետևողական, գրան բժշկի, իրանց դեղերը ստանան, անգամ այդ անվճար է, մենք ամբողջ ապահովում ենք, ինչ պետություն չի ապահովում, արդեն 1500 մենք արդեն 5 տարի ապահովում ենք պատրաստ ենք նախարարության դեր ենք ասել, որ 10 տարվա կտրվածքով ինչ ծախս եղնի, մենք դրա գոնե կեսը, ուզում եմ 5 միլիարդ եղնի, ինչքան ուզում եմ, մենք դրա գոնե կեսը ապահովելու ենք, տալու ենք ժամանակ, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա վերաբաշխումներ կատարի, որ մեր ամենակարևոր բանն է, որ մենք մաքսիմում ենք անում, որ մեր բոլոր խնդիրները, որ գտել ենք, ծրագրի վերածենք, ապացուցենք, հիմնավորենք ու տանք նախարարությանը։ Եթե չենք տալի նախարարությանը, նշանակում է ծախողվել է այդ ծրագիրը ու անիմաստ է։ Իսկ մեզ մոտ ստացվում է տալ նախարարությանը։ շատ լավ։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, ինչպիսի նորությունների սպասենք ձեզնից, Լավելի խմբից։ Մի փոքր կարող ենք գնալու դեպի ամփոփում։ Մենք անձամբ ես եւ Հայկը սպասում ենք նորությունների ու շատ երկրպագ։ Լավելին եւ առհասարական երաժշտական գործունեությունից, որը նաեւ մշտապես այս հիմնադրամի կողքին է։ Մենք, այսինքն խումբը այս տարի նշում էր 30-ամյակը։ Եվ մի շարք հետաքրքիր բաներ ենք մտածել, որ կանենք այս տարի։ Արդեն սկսել ենք թողարկել մեր նոր ալբոմը, նոր ձևաչափով, ալբոմը կոչվում է Երկար եւ մենք պատրաստում ենք շատ երկար ժամանակ այն թողարկել։ Ձեր ֆանատ լինելու բանը հիմնավորենք։ Բացի այդ նախատեսում ենք թե Հայաստանում համերգային շրջագայություն մտածում ենք բոլոր մարզեր գնալ, թե Հայաստանից դուրս հիմա գծագրում ենք մեր եվրոպական ճամփորդությունը եւ համերգաշարը ու նաեւ նախատեսում ենք մեծ ամփոփիչ համերգ, ուզում ենք դա անել բացօթյա եւ բաց բոլորի համար, հավաքվենք եւ միասին նշենք մեր 30-ամյակը։ Լավ է։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որովհետև այս թեման միևնույն ժամանակ եւ պարտավորեցնող է, եւ ոգեվորիչ է, եւ շատ հուզիչ է ամեն դեպքում, բայց պիտի ամուր լինենք հոգեբանությամբ, որովհետև երբ խոսում ենք փոքր սերնդի, մեր երեխաների, մեր փոքրիկների մասին, մի տեսակ հոգեբանությունը այլ է լինում, այնպես որ սա եւս մեկ քայլ եւ հնարավորություն, որպեսզի մեր մտքով ու մեր քայլերով միայն դրականապես ազդենք մեր փոքրիկների վրա, որպես ամփոփում շատ կարճ։ Շնորհակալ եմ, շատ կարճ երգը, երբ որ հիմա կլսենք, խնդրում եմ ծնողներին իրենց երեխաների հետ միասին լսել, օրինակ իմ երեխան մինացիկը շատ սիրում է այս երգը եւ շատ են գնահատում երեխաները, ու իրանց վրա բավական լավ ազդեցություն կարա թողնի, անգամ օրոցանի ինչ-որ բանը լսեք, խոսացեք, տարածեք, շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար նաեւ։ Մենք ենք շնորհակալ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք հիմա բոլորով կվայելենք այն տեսոլովակ ու երգը, որի մասին քիչ առաջ խոսում։ Եվ երգ, որը կոչվում էր Որտեղ ապրում է սիրտը։ Որտեղ ապրում է սիրտը, բոլորս կբացայտենք, թե այդ ինչ գեղեցիկ միջավայր է։